Որտեղ է։ Եկին լսենք։ Հա։ Աշինյանյան, եզի համայնքից Մնաս Թամոյանը իլետի որ ազատալի շիրակի մարզի եզիները կուտողն է։ Հատկան բարը։ Ես կդիտ եսու բիա, հոպուտ վերնին։ Ես կյանի դմերնին, մի տանում ունի, մի խնդիրան։ Ես իմ թոյսս իմ տան մեջը, 70 տարի պայել եմ։ Կույացել է 20 տարի կույր իմ պայել։ Ես իմ հողը կրել իմ 10,000 իրան վրեն։ Հեմի ջանի դմերնին են չետ փողը չիստանջոր, ես իրա վրա քարը կծին, մերնում են ջանի, ես քեզնետ գոյի մասպասերյանի կաղադիգը, ես մեր գեղնես, ազատանը քեզի պեշկեշ, ոտդ վրակա, դու մեզի լավաշ, մերնում են ջանի, Արշապեց, յակուցից հադուկ քեզի շնորհակալություններ։ Բարև ձեզ, երեխեք հիմա չէ, վերջ ծաղիկներ չենք դնել։ Ես կողմովին բարձանա։ Արեց ես, պարոն Վարդան։ Ես չի ուշարձանը։ Հա, վերցրեք։ Լավ ես կոմս։ Բարև ձեզ։ Պարոն Փաշինյան, բարև ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք։ Նորմալ դուք։ Ուր ենք գնում։ Ուր ենք գնում որ։ Եթե ուզում եք ներսը ներսը, եթե չէ պիկապը էստեղ է։ Ներսը դալիճ ու մարդ կա։ Հա։ Դե գնանք դալիճ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հորս կբի, նամոդս, նամազինի տալի։ Հիշիր եմ դի։ Աբոն։ Երավ, երավ։ Աբի, հա։ Բանն է, համանքի հետավարին։ Նստեք ժորջը։ Սիրելի ազատանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ողջույն եմ բոլորի։ Այս ամենվարկյան սպասենք տեղավորել մարդիկ, խնդրեմ հարգելի ազատանցիներ։ Եվ գտնվում եք ներս մտեք։ Ես էլ ձեզ եմ կարողացել, բայց երբ էր որ դպրոցի բացումը երբ էր որ եկան։ Քանի ամիս է, մի տարի չի անցել։ Սիրում մարդը շոտ է կարել։ Ճիշտ է, Սիրելի ազատանցիներ, այսօր օրը լավ լուրով ենք սկսել, որովհետև չգիտեմ հասցրել եք տեսնել ծանոթանալ կարդալ թե չէ, բայց ախալքալակ կար երկաթուղին այսօրվանից բաց է Հայաստանից արտահանումների և դեպի Հայաստան ներմուծումների համար։ Սա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև մենք
սրանով նոր շուկաներ են ստանում, մասնավորապես Եվրոպական միության երկրների, Եվրոպայի երկրների, որոնք Եվրամիության անդամ չեն, եւ նաեւ Թուրքիայի եւ նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության եւ նաեւ Ժորժան նստեք էլի։ Ինչ է եղել։ Լավ եւ ոնց հարմարանց է, դե հասկանալ։ Նկատ ունեմ դեռ նստելու տեղեր կա։ Սիրիայի Արաբական Հանրապետություն եւ սա շատ էական ազդեցություն ունենալու մեր կյանքի վրա։ Ընդհանրապես մենք նկատել ենք, դուք եք նկատել, որ շատ ապրանքներ կան, որ մարդիկ հաճախ ասում են, որ ասենք ուրիշ երկրներում ավելի էժան են, քան Հայաստանում։ Այդպիսի ապրանքախմբեր կան եւ դրա պատճառներից մեկը տրանսպորտային ծախսի թանկությունն է Հայաստանի համար։ Հիմա մենք պաստորեն այս փուլում դեպի արևոտ գնացող երկաթուղիեր ունենք, դեպի արևել գնացող երկաթուղիեր ունենք։ Եվ բայց առաջիկայում ավելի կարևոր իրադարձություններ են սպասվում, թրիփ նախագծի իրագործումն է սկսվելու, թրիփ նախագծի մասին լսել եք ժողովուրդ։ Եվ դրանով ինչն է էական, որ դրա արդյունքում նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ ստեղծվելու եւ նաեւ շատ կարեւոր է, որ Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապ ստեղծվելու։ Պարսից ծոցից մինչև Սև ծով եւ հետեւաբար նաեւ մինչև Իրական ծովից մինչև Կասպից ծով եւ այսպիսով մենք երկաթուղային հասանելիություն ենք ստանում։ Մինչև Իրական ծովից Կասպից ծով եւ Պարսից ծոցից Սև ծով, ինչը նշանակում է, որ մենք արտահանումներ կարող ենք անել երկաթուղով Չինաստան, Ղազախստան, իմիջիայլոց Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության երկիր է, բայց մեր առևտրաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Դրա պատճառներից մեծագույնը հենց տրանսպորտային սահմանափակումն է, որովհետեւ ոչ հիմա երկաթուղային կապ ունենք եւ այդ երկաթուղային կապն էլ կզարգացնենք։ Իսկ թրիփ նախագծի իրագործման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը արդեն ոչ թե տեսականորեն, այլ գործնականում դառնալու է խաղաղության խաչմերուկ։ Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանը կոնֆլիկտային փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի։ Միևնույն ժամանակ մենք իհարկե Եվրասիական տնտեսական միության ներուժը ամբողջությամբ, որը իրացված չի, շարունակելու ենք իրացնել, ես կոնկրետ օրինակ բերեցի, Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության երկիր է, բայց մեր երկկողմ առևտուրը շատ փոքր է։ Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության երկիր է, բայց մեր առևտրաշրջանառությունը շատ փոքր է, եւ այս նախագծերի արդյունքում իհարկե մենք էականորեն մեծացնելու ենք մեր արտահանումները, չնայած նախորդող շրջանում արդեն էականորեն մեծացվել են։ Եվ այս ամեն ինչը էական ազդեցություն ունենալու մեր կյանքի եւ կենսամակարդակի վրա։ Շատ կարևոր է նաեւ, որ ես ուզում եմ արձանագրել, որ մենք 2018 թվականից ոչ մի վայրկյան չենք մոռացել ձեզ տված մեր խոստումը, որ Հայաստանի թալանը պիտի դադարեցնենք եւ թալանվածը պետքա վերադարձնենք։ Ես հպարտությամբ եմ արձանագրում, որ 2018 թվականից մինչև այսօր շուրջ 6.6 միլիարդ լրացուցիչ հարկային եկամուտներ են եղել Հայաստանի պետական բյուջե, 6.6 միլիարդ։ 2017 թվի համեմատ 2025 թվականի պետական բյուջեն համարյա ոչ թե համարյա կրկնապատիկից ավել մեծացել, այսինքն 17 թվին ինչ բյուջե որ ունեցել են, 25 թվի բյուջեն մի հատ է տենց բյուջե եւ եւս 30% ավելացում։ 2018 թվականից տարբեր քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության, համայնքային շահերի պաշտպանության համակարգերով մենք շուրջ 770 միլիոն դոլարի գումար գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում կան բազմաթիվ գույքեր, որոնք այս թեմայով սկի հաշվարկված չէ։ Մասնավորապես հազարավոր, տասնյակ հազարավոր
տասնյակ հազարավոր հեկտարներով անտառներ եւ հողային տարածքներ են վերադարձրել մենք Հայաստանի Հանրապետությանը։ Դրանցից մի մասը ճիշտ սեփականաշնորհված չէ, բայց կոպեկներով երկարաժամկետ վարձակալության էր տրված, որը փաստացի նշանակում է սեփականաշնորհ։ Հաջորդ առանձնահատկությունը, որի մասին ուզում եմ ասեմ, օրինակ ֆինանսների նախկին նախարարի տունը Միացյալ Նահանգներում Հայաստանի դատախազության հայտի հիման վրա հանվել է վաճառքի եւ հիմա տեղի ունենում գործընթաց դրա գնի 70%-ը Հայաստանի պետական բյուջեը փոխանցելու։ Ինչու 70%-ը Միացյալ Նահանգների օրենսդրության առանձնահատկություններից ելնելով եւ առանձնահատկություններին համապատասխան։ Մենք Հայաստանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021 թվականի հունիսին ես խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բաժնեմաս ունենալու եւ մենք 20%-ից ավել պետական բաժնեմաս ունենք, չի 2018 թվականից մինչեւ 2025 թվականը ներառյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե 300 միլիարդ դրամով ավել փող է վճարել, քան նախորդ 8 տարվա ընթացքում։ Մենք Հայաստանի էլեկտրական ցանցերն ենք այլևս դարձրել պետական սեփականություն եւ դառնում է պետական այս process-ը անշրջելի է եւ ուզում եմ ասել, որ վերլուծություններ արվել իմիջիալոց ես մի փոքր սխալվել էի, որ այդ վերլուծությունը այս պահի դրությամբ մասնավորներին չի վերաբերվում, մասնավոր տաներին չի վերաբերվում, դա ընթացքի մեջ է դեռ հետևություններ եւ եզրակացություններ չունեն, բայց մեր ապահները վերլուծություն են արել, որ ուրեմն նախորդող շրջանում Հայաստանի էլեկտրական ցանցերը մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի, պետական հիմնարկների վրա ավել հոսանքի գումարներ են դրել եւ այդ գումարները գրպան են։ Այդ գումարները էլի դուք եք վճարում, որովհետեւ պետական բյուջեից են նույն մանկապարտեզները համայնքային բյուջեից են վճարվում, նույն դպրոցները պետական բյուջեից են վճարվում, զորամասերը պետական բյուջեից են վճարվում։ Այդ մարդիկ ավել մանկապարտեզի, դպրոցի, զորամասի պետական հիմնարկի վրա փող են գրել համայնքների լուսավորության վրա, համայնքների լուսավորության վրա ավել գումարներ են գրել եւ այս պահի վերլուծությամբ, այս պահին մենակ 3 մասնաճյուղում վերլուծություն արվել, մոտավորապես $8 միլիոն հավելագրումներ են նախնական հայտնաբերված։ Երբ որ Հայաստանի էլեկտրական ցանցերը եկել են կալուգացի օլիգարխի տիրապետության ներքո։ Մենք նաև արդեն իսկ, չգիտեմ լսել եք թե չէ, բայց Կոտայքի նախկին մարզպետի 2.5 միլիոնանոց դղյակը կամ առանձնատունը կամ սեփականություն այլևս պետականացված, այլևս փաստը դե յուրե իրավական պետության սեփականությունն է, այսինքն իր սեփականությունը չի, ձեր սեփականությունն է։ Եվ ես հանձնարարել եմ, որ առաջիկայում մենք այդտեղ ծերերի խնամքի կենտրոն ենք ստեղծելու եւ առաջիկայում նաեւ մենք անդրադառնալու ենք ցեմենտ գործարանի եւ ինչպես 21 թվականին խոստացել եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված process-ներ դեռ կունենան, մենք խոստանում եմ, որ Արարատի ցեմենտի գործարանի հետ process-ներ դեռ կունենան, որովհետեւ ինչպես հիմա բարձվել է այն խարտախ մեխանիզմի միջոցով Գուրոյան Ծառուկյան կլանի կողմից ապօրինի խարտախ մեխանիզմով սեփականաշնորհվել է եւ այդ խարտախության հետևանքները պետք է վերականգնվեն։ Ընդհանուր առմամբ 2018 թվականից մինչև հիմա ժողովուրդ ջան մոտ $8 միլիարդ տարբեր ձևերով եւ հոդվածներով գողացված գույք կամ թալանվող գույք մենք ուղղել ենք պետական պետության եւ հանրային կարիքներ։ Հիմա ձեր մոտ հարց կառաջանա, բայց 8 միլիարդ ինչ են կարել, ուր է 8 միլիարդը։ 2018 թվականին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամ է։ Այսօր Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 46,000 դրամ է, սա դեռ չհաշված անկախի կարեկտրի դեպքում հետ վճարի համակարգը։ Մենք 8 տարի ես վարչապետ եմ, մենք 7 տարբեր որոշումներով
անդրադարձել են թոշակին։ 8 տարվա վարչապետության ընթացքում 7 անգամ թոշակներին անդրադարձել են։ Ավելին, մենք այսօր առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել, որով 65+ տարիքի մեր սիրելի տատիկները եւ պապիկները, մեր մեծերը, պետությունը այսօր ձեր նվազագույն առողջապահական կարիքները հոգում է, նվազագույն առողջապահական կարիքները, նաեւ ձեր թորնիկների նվազագույն առողջապահական կարիքները, որտեղ մինչև 18 տարեկան երեխաները նույնպես պետական բյուջեի հաշվին առողջության ապահովագրության շահարկումներ են։ Հաջորդիվ մենք դպրոցներ են կառուցել, վերակառուցել եւ հիմնանորոգել։ Ազատանում այդպիսի հոյակապ եւ հոյակեր դպրոցներից մեկն է, որտեղ մենք մի նոր կորպուս կառուցել ենք եւ նախկին կորպուսներ վերականգնել ենք ըստ էության հին պատերի մեջ մենք ստացել ենք նոր դպրոց։ Եվ ես ասում եմ, որ ընդհանրապես 90-ականների սկզբից մեր ժողովուրդը միշտ ինչ-որ նոստալգիայի զգացում է ունեցել խորհրդային միության ժամանակների հետ կապված։ Իմ կարծիքով մենք հիմա այդ նոստալգիան էլ ենք հաղթարում, ինչի, որովհետև այն դպրոցները, որոնք մենք կառուցում ենք, այդ որակի դպրոցներ Հայաստանի պատմության մեջ չի եղել։ Եվ այդ որակի մանկապարտեզներ Հայաստանի պատմության մեջ չեն եղել։ Այս որակի ճանապարհներ Հայաստանի պատմության մեջ չեն եղել։ Հյուսիս-հարավի առաջին մեր կառուցած ամբողջական ճյուղը դարձա Ազատանում ավարտվում է եւ համոզված եմ Ազատանի բազմաթիվ բնակիչներ դրանից օգտվում են։ Այսօր ժողովուրդը ինչ է տեղի ունենում։ Ընդդիմությունը երբեմն մեզ անվանում է եկեղեցական 18 թվից այս կողմ ինչքան եկեղեցի է Հայաստանում վերակառուցվել եւ վերականգնվել, նախկին 30 տարվա ընթացքում այդ նույնը տեղի չի ունեցել։ Մենք պատմամշակութային հուշարձաններ ենք վերականգնում, մենք մեր ժառանգությունը ավերակների միջից փրկում ենք։ Եվ այդ թվում Շիրակի մարզում մենք պատմամշակութային հուշարձանների վրա տասնյակ ծրագրեր ենք իրականացրել, հարյուրավոր միլիոններ դրամի ծրագրեր ենք իրականացնել եւ նաեւ մենք դա անում ենք մեր առաջին մեր ժառանգությունը պահպանելու համար եւ երկրորդը շատ կարեւոր է որ այդ ժառանգությունը ծառայի մարդկանց այդ ժառանգության բերումով զբոսաշրջիկների թիվը ավելանում է անցած տարի այս տարի հունվար ապրիլի համար նախորդ տարվա համար 34%-ով մենք զբոսաշրջիկների թվի աճ ունեցել։ Այս մարդիկ գալիս են գումար են ծախսում Հայաստանի Հանրապետությունում։ Դա նշանակում է փոքր եւ միջին բիզնեսն է աշխատում, մեծ բիզնեսն է աշխատում, դա նշանակում է գյուղերում ակտիվություն եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ Հայաստանի տնտեսական զարգացումը շարունակվելու է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այսօր ծաղկում է ապրում։ Եվ կարծում եմ, որ դա երևի ցանկացած գյուղում եւ ցանկացած բնակավայրում։ Դա չի նշանակում, որ չլուծված հարցեր չկան, բայց դա նշանակում է, որ երկրում մենք Շիրակի մարզում 2018 թվականին $400 միլիոն ծրագրեր ենք իրականացնել ներդրումներ։ Նախկինում Հայաստանի ոչ մի կառավարություն այդքան ներդրում պետական բյուջեի չի արել Շիրակի մարզում եւ ընդհանրապես որևէ մարզում։ Եվ մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ դուք այսօր տեսնում եք այդ փոփոխությունները, որտեղ առողջության ապահովագրության հարյուրավոր մարդիկ այսօր թոշակառուներ 4 միլիոն, 5 միլիոն, 3 միլիոն, 1 միլիոն, 2 միլիոն դրամի արժողությամբ վիրահատական ծառայություններ են ստանում։ Այդ պայմաններում իրանք չէին կարող իրենց նման բան թույլ տալ։ Եվ այսօր ես ասում եմ, որ մենք առողջության ապահովագրությունը ոչ միայն եւ ոչ այնքան մեր ծերերի տարիքովների համար են կարել, որքան նրանց զավակների, որովհետեւ ով տարիքով ծնող ունի, բոլորը միշտ մի լարվածությունն են ներսնել, ասում են, որ մեր ծնող էր մի հատ առողջական խնդիր եղավ, ինչ են կանելու։ Այդ նույն մարդիկ, ովքեր տարիքով ծնող ունեն, սովորաբար
մինչև 18 տարեկան երեխա ունեն։ Նաև երեխաների մասով են միշտ լարված են, ասում են, բավոր, մեր երեխան մի հատ առողջական խնդիր ունեն, ամեն ինչ են բանել։ Ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, եկել է այդ հարցի պատասխանը տա, եւ տալիս է այդ հարցի պատասխանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ասում է, որ դուք մենակ չեք, դուք մենակ չեք։ Եվ պետությունը կանգնած է ձեր կողքին, ձեր զավակների եւ ձեր ծնողների նվազագույն առողջապահական ծախսերը հոգալու համար։ Այս ամեն ինչը իհարկե շատ կարևոր է ժողովուրդ ջան, բայց սա ամենակարևորը չի։ Ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանում հաստատված խաղաղության առիթով։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է ժողովուրդ, որ Հայաստան-Ադրբեջան սահմանում գործող են ունեցել ոչ վիրավոր։ Արդեն 2 տարի մենք զոհ եւ վիրավոր չունենք մարտական գործողությունների արդյունքում, մարտական գործողությունների բացակայության պատճառով։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է եղել, որ մենք զոհ վիրավոր չունենանք։ 91 թվից սա ամեն տարի մենք զոհեր եւ վիրավորներ ենք ունեցել։ Իսկ 2025 թվականը, որը խաղաղության առաջին տարին է, առաջին անգամ մեր պատմության մեջ 91 թվականին մենք արձանագրել ենք արտագաղթի դադար եւ ներգաղթի մեկնարկ։ 2025 թվականին առաջին անգամ 8860 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավելի շատ վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, քան հեռացել է Հայաստանի Հանրապետությունից։ Արտագաղթը դադարել է ժողովուրդ, եւ եթե դրա առիթով նույնպես շնորհավորում եմ ձեզ, որովհետեւ դա մեծ առիթ է, որի մենք շատ երկար ենք սպասել։ Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ դա խաղաղության արդյունքն է, խաղաղության արդյունքն է, որտեղ խաղաղություն չլներ շատ դժվար է հավատալ, որ նման բան տեղի կունենա։ Եվ մեր խաղաղությունը, որը 9 ամսական է, ես համեմատում եմ 9 ամսական երեխայի հետ։ Ցանկացած ընտանիքում, որտեղ 9 ամսական երեխա կա, երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ Եվ ամենամեծ ուրախությունն է այդ ընտանիքի։ Այդպիսին է նաև խաղաղությունը։ Եվ 9 ամսական խաղաղությունը, բայց 9 ամսական երեխայի մի ուրիշ ընդհանրություն ունի։ Այդ ընդհանրությունը հետևյալն է, որ եթե նրա նկատմամբ խնամք չվարես, հող չտանես, չպահես նրան, չի ապրի։ 9 ամսական երեխային, որ չպահես կապրի, չի ապրի։ Նույնն 9 ամսական խաղաղությունն է։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, որ այդ 9 ամսական երեխային ասում է, եկեք հանձնենք որբանից, եկեք հանձնենք ուրիշների խնամքի։ Եվ երաշխավորի խորմասի խոսակցությունը հետից է նշանակում։ Ասում են, եկեք մենք չենք կարող տեր կանգնենք այդ խաղաղությանը, եկեք հանձնենք թող ուրիշը տեր կանգնի։ Ուրիշի տեր կանգնած խաղաղությունը մենք արդեն տեսել ենք։ Մեր խաղաղությունը եւ մեր զարգացումը առաջին հերթին մեզ ապրել, եւ մենք պետք է տեր կանգնենք մեր խաղաղությանը։ Մանավանդ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կա ժողովուրդ, կա քաղաքացի, ով ի վիճակի է խաղաղությանը տեր կանգնել, որովհետեւ այս խաղաղությունը ձեր խաղաղությունն է ժողովուրդ։ Այս խաղաղությունը ստեղծվել է ձեր զրկակների, ձեր տարապակների, ձեր համբերության եւ ձեր աջակցության շնորհիվ, ձեր իմաստության շնորհիվ։ Որովհետեւ եթե ժողովրդի աջակցությունը չլներ, մեր կառավարությունը չէր կարող այդ արդյունքին հասնել։ Եվ հետեւաբար դա ձեր խաղաղությունն է։ Դուք եք ստեղծել այդ խաղաղությունը։ Եվ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների առանցքային հարցը հետևյալն է. ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի խաղաղությանը տեր կանգնելու է, թե տեր չի կանգնելու։ Եվ այս է պատճառը, որ ես որպես 8 տարի ձեր ցուցակությամբ, ձեր մանդատով, ձեր աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունը առաջնորդած մարդ
Ինձ իրավունք են վերապահում ձեզ կոչ անելու, խնդրելու, հորդորելու, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ դեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք